Գիրք Ծննդոց, գլուխ 37. Եվ Հակոբն իր հոր պանդխտացած երկրումը, Քանանի երկրումը բնակվեց։ Սրանք են Հակոբի ծնունդները։ Հովսեփը 17 տարեկան էր, իր եղբայրների հետ հոտերը արածեցնում էր, եւ պատանի էր իր հոր կանանց Բաղայի որդիների հետ եւ Սեխփայի որդիների հետ։ Եվ Հովսեփը նրանց չարլուրը բերում էր իրանց հոր մոտ։ Եվ Իսրայելն իր բոլոր որդիներից ավելի սիրում էր Հովսեփին, որովհետև նա իր ծերության որդին էր, եւ թևքերով պատմուճան շինեց նրա համար։ Եվ նրա եղբայրները տեսան, որ իրանց հայրը սիրում էր նրան իր բոլոր եղբայրներից ավելի, ատեցին նրան, եւ խաղաղությամբ չէին կարողանում խոսել նրա հետ։ Եվ Հովսեփը մի երազ տեսավ եւ իր եղբայրներին պատմեց, եւ նրանք ավելի ատեցին նրան։ Եվ ասեց նրանց. «Խնդրեմ ականջ դրեք այս իմ տեսած երազը։ Ահա մենք դաշտումը որաններ էին կապում, եւ ահա իմ որան վեր կացավ եւ ուղիղ կանգնեց, եւ ահա ձեր որանները նրա շուրջը կանգնեցին ու իմ որային երկրպագություն արին։ Եվ նրա եղբայրներն ասեցին նրան. իրավ մեր վրա թագավորելու ես, կամ իրավ մեր վրա տիրելու ես։ Եվ նրա երազների եւ խոսքերի համար ավելի ատեցին նրան։ Եվ մի ուրիշ երազ էլ տեսավ, եւ իր եղբայրներին պատմեց նրան եւ ասեց. ահա մի երազ էլ տեսա, եւ ահա Արեգակը եւ Լուսինը եւ 11 աստղեր ինձ երկրպագություն էին անում։ Եվ իր հոր ու իր եղբայրներին պատմեց։ Եվ իր հայրը հանդիմանեց նրան եւ ասեց նրան. այս ինչ երազ է, որ տեսել ես։ Միթե ես եւ քո մայրը եւ քո եղբայրները իրավ գալու ենք, որ մինչեւ գետինը քեզ խոնարհություն անենք։ Եվ եղբայրները նախանձեցին նրա վրա, բայց հայրը պահեց այս խոսքը։ Եվ նրա եղբայրները գնացին իրանց հոր հոտերը Սյուքեմում արածեցնելու։ Եվ Իսրայելն ասեց Հովսեփին. ահա քո եղբայրները Սյուքեմում արածեցնում են, եկ քեզ նրանց մոտ ուղարկեմ։ Եվ նա ասեց. ահա ես։ Եվ նա ասեց նրան. գնա տես, քո եղբայրները առողջ են եւ հոտերը ողջ են, եւ ինձ համար լուր բեր։ Եվ նրան ուղարկեց Քեբրոնի հովիտիցը։ Եվ նա էլ Սյուքեմ եկավ։ Եվ մի մարդ գտավ նրան, որ դաշտումը թափառում էր, եւ այն մարդը հարցրեց նրան ասելով. ինչ ես պտրտում։ Եվ նա ասեց. իմ եղբայրներին եմ պտրտում, խնդրեմ ասիր ինձ, նրանք որտեղ են արածեցնում։ Եվ այն մարդն ասեց. այստեղից չվեցին, որովհետև լսեցի, որ ասում էին գնանք Դոթայիմ։ Եվ Հովսեփն իր եղբայրների ետևից գնաց եւ նրանց Դոթայիմի մեջ գտավ։ Եվ երբ որ նրան հեռվանց տեսան, դեռ ինքը նրանց չմոտեցած դավաճանություն արին նրան սպանելու։ Եվ իրար ասեցին. ահա այն երազ տեսնողը գալիս է, եւ հիմա եկեք սպանենք նրան, եւ գուբերի մեկի մեջ գցենք նրան, եւ ասենք, թե մի չար գազան կերել է նրան, եւ տեսնենք նրա երազները ինչ կլինին։ Եվ Ռուբենը լսեց, եւ նրան ձեռքից ազատեց նրան, ասելով. չսպանենք նրան։ Եվ Ռուբենն ասեց նրանց. արյուն մի թափիկ, նրան այս գուբը գցեցեք, որ այս անապատումս է, եւ նրան ձեռք մի զարկեք, որպեսզի ազատեր նրան ձեռքիցը, որ իր հորը դարձներ։ Եվ եղավ, հենց որ Հովսեփն իր եղբայրների մոտ եկավ, մերկացրին Հովսեփին իր պատմուճանիցը, այսինքն իր վրայի թևքերով պատմուճանիցը, եւ առան նրան եւ գուբը գցեցին։ Եվ գուբը դատարկ էր, մեջը ջուր չկար։ Եվ նստեցին հաց ուտելու, եւ իրանց աչքերը բարձրացրին եւ տեսան։ Եվ ահա Իսմայելացիների մեկ կարավանը գալիս էր Գաղադիցը, եւ իրանց ուխտերը համեմներով եւ բալասանով եւ զմուրսով բեռնած գնում էին, որ տանեն ցած Եգիպտոս։ Եվ Հուդան ասեց իր եղբայրներին. ինչ օգուտ, եթե մեր եղբորը սպանենք եւ նրա արյունը ծածկենք։ Եկեք Իսմայելացիներին ծախենք նրան, եւ մեր ձեռքը նրան չդպչի, որովհետեւ նա մեր եղբայրը մեր մարմինն է, եւ նրա եղբայրները լսեցին։ Եվ մադյանացի վաճառականները անցնում էին, եւ Հովսեփին գուբիցը քաշեցին ու դուրս հանեցին, եւ Իսմայելացիներին ծախեցին Հովսեփին 20 արծաթի։ Նրանք էլ Հովսեփին տարին Եգիպտոս։ Եվ Ռուբենը դարձավ դեպի գուբը, եւ ահա Հովսեփը գուբումը չէր, եւ իր հանդերձները պատառեց, եւ դարձավ իր եղբայրներին եւ ասեց. տղան չկա, եւ ես ուր գնամ։ Եվ առին Հովսեփի պատմուճանը եւ այծերից մի նոխազ մորթեցին, եւ պատմուճանը արյունի մեջ թաթախեցին։ Եվ ուղարկեցին թևքերով պատմուճանը եւ բերին իրանց հոր մոտ եւ ասեցին. սա գտել ենք, հիմա ճանաչիր, թե սա քո որդու պատմուճանն է, թե ոչ։ Եվ նա ճանաչեց նրան եւ ասեց. իմ որդու պատմուճանն է,
մի չար գազան կերել է նրան։ Հովսեփն անպատճառ գիշատվել է։ Եվ Հակոբը պատառեց իր հանդերձները և քուր ցակավ իր մեջքի վրա և իր որդու համար շատ օրեր սուգ արավ։ Եվ նրա բոլոր որդիները և նրա բոլոր աղջիկերքը վեր կացան նրան մխիթարելու, բայց նա մերժում էր մխիթարվիլը և ասեց. «Ես սուգով կիջնեմ գերեզմանը իմ որդու մոտ»։ Եվ նրա հայրը լացավ նրա համար։ Եվ մադիանացիները ծախեցին նրան Եգիպտոսում Փարավոնի ներքինի պետափրեզ դահճապետին։